Այսօր կրկին հարցաքննվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, նրա փաստաբան Երեմ Սարգսյանը, որին զրկել էին Ծառուկյանին պաշտպանելու հնարավորությունից, քննչական մարմին է հրավիրվել որպես վկա։ Քննչականի շենքի մոտ էին հավաքվել Ծառուկյանի աջակիցները։ Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի խարդախության եւ փողերի լվացման համար։ Հայաստանը վերածվել է մի մեծ կոնցլագերի, համակենտրոնացման ճամբարի։ Իշխող ուժը, ես ամիսներ առաջ եմ ասել, իշխող ուժը նպատակ ունի ընդդիմադիր հայացքներ ունեցող, ընդդիմադիր գործիչներին, քաղաքական գործիչներին, մարդկանց, հասարակ մարդկանց, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, այդ մարդկանց գրեթե բոլորին պահի վախի ահաբեկչության մեջ ճնշում գործադրի, անազատությունից զրկի։ Այս առումով Հայաստանում տիրում է տոտալ վախի մթնոլորտ եւ արդեն ընդդիմադիր լինելը Հայաստանում քրեորեն հետապնդելի է։ Հիմա այս ամբողջ ընթացքում, ինչը այս process-ների ընթացքում ինչը տեղի ունեցավ, մասնավորաբար Գագիկ Ծառուկյանի բարագայում, խոսում եմ մեկ բանի մասին։ Նայեք ժամանակագրությունը եւ ձեզ համար པարզ կլինի։ Խոշոր գործարար, բարերար, մարդ, որ այս տարիների ընթացքում տնտեսությունը քայքայված, Հայաստանի քայքայված տնտեսությունը հսկայական ներդրումներ ա կատարել, անձամբ ծանոթ եմ ընտանիքի անդամներին, իր լուսահոգի հոր հետ շատ ծանոթ եմ եղել, ես էլ գյուղատնտեսության ոլորտի մարդ եմ եղել, ես տեսել եմ, թե ինչ վիճակից Հայաստանի տնտեսությունը գյուղատնտեսության ոլորտում, տարբեր ոլորտերում ինչ հսկայական ներդրում ա կատարել, ինչ քանակությամբ աշխատատեղեր ա բացվել։ Եվ մարդը որոշել է զբաղվի քաղաքականությամբ։ Տարիներ շարունակ քաղաքական դաշտում ակտիվ ընդդիմադիր կեցվածք ա ունեցել, դիրքավորում ա ունեցել եւ եկել է Նիկոլի ժամանակաշրջանը, Նիկոլի ժամանակահատվածը, ինքը որոշել է, արդեն որոշումներ ա դակել, ով պետք է գնա կալանքի, ով պետք է նստի, արդեն ոչ դատախազություն կա, ոչ քննչական մարմիններ կա, այսինքն դատախազությունն եմ, ես քննչական մարմիններն եմ, ես ԱԱԾ-ն եմ, ես պետք է որոշեմ, ով պետք է նստի, որ ժամին պետք է նստի, որ օրը պետք է նստի, այսինքն Հայաստանում իրավական իրավապահ համակարգը չի գործում։ Հայաստանը այլևս իրավական պետություն չի, անմեղության կանխաբարկած գոյություն չունի։ Մարզաշխարհը, որ 2000 թվականից Գագիկ Ծառուկյանն ղեկավարում օլիմպիական կոմիտեն, իմ համար է դա զարմանալին, ոնց այդ աշխարհի օլիմպիական չեմպիոն տղերքը այսօր լուր, մունջ նստած են։ Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանի գնահատմամբ Հայաստանը կանգնած է ոչ թե մեկ, այլ 3 փոխկապակցված ռազմավարական ճգնաժամերի առաջ, որոնք պահանջում են ոչ թե իրավիճակային արձագանքներ, այլ երկարաժամկետ պետական ռազմավարություն։ Հայաստանն այսօր կանգնած է 3 փոխկապակցված ճգնաժամերի առաջ՝ ներքին կայունության, տարածաշրջանային անվտանգության եւ համաշխարհային կարգի փոփոխության։ Տարածաշրջանում ձևավորվում է նոր իրականություն, որտեղ Ադրբեջանը փորձում է ռազմական առավելությունը վերածել քաղաքական ազդեցության, իսկ խոշոր ուժերը պայքարում են իրենց շահերի համար։ Այս պայմաններում Հայաստանի խնդիրը միայն սպառնալիքներին արձագանքելը չէ, այլ սեփական ռազմավարություն ձևավորելը։ Դրա հիմքում պետք է լինեն ներքին համախմբումը, ազգային շահերի հստակ ձևակերպումը եւ պետական ինստիտուտների ամրապնդումը։ Առանց ներքին կայունության հնարավոր չէ ունենալ արդյունավետ արտաքին քաղաքականություն։ 21-րդ դարում պետությունների մրցունակությունը որոշվում է ոչ միայն ռեսուրսներով, այլև ռազմավարական մտածողությամբ եւ կառավարման որակով։ Հայաստանի առաջ կանգնած է կարևոր ընտրություն՝ լինել ուրիշների որոշումների օբյեկտ, թե կարողանալ ինքնուրույն ձևավորել սեփական ապագան։ Վերլուծաբան Տիգրան Դումիկյանի գնահատմամբ Հայաստանը պետք է զգույշ հավասարակշռություն պահպանի արևմուտքի հետ հարաբերությունների խորացման եւ տարածաշրջանային հիմնական դերակատարների, հատկապես Իրանի ու Ռուսաստանի հետ կապերի պահպանման միջև։ Նրա խոսքով թրիփ նախագիծը կարող է նոր մարտահրավերներ ստեղծել, եթե Երևանի դիվանագիտական քայլերը բավարար չափով չհաշվարկվեն։ Հայաստանի համար կարևոր է, որ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացումը չվնասի տարածաշրջանային տերությունների հետ կապերին։ Թրիփի շուրջ գործընթացները Իրանում առաջացրել են մտահոգություններ, եւ Հայաստանը պետք է ավելի արդյունավետ ներկայացնի իր դիրքորոշումը։ Իրանը Հայաստանի համար
կարևոր տնտեսական եւ տարանցիկ գործընկեր է, ուստի անհրաժեշտ է պահպանել հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Հայաստանը չպետք է դառնա մեծ տերությունների մրցակցության գործիք։ Մեր նպատակը պետք է լինի սեփական շահերի պաշտպանությունը եւ անվտանգ հեռատես քաղաքականության իրականացումը։ Տիգրան Աբրահամյանը պնդում է, որ իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի իրական պատկերը թաքցնում է, մի մասը ներկայացնելով որպես ծառայության հետ առնչություն չունեցող դեպքեր։ Նրա խոսքով նման մոտեցման հետևանքով խնդիրների պատճառները չեն վերլուծվում, իսկ կանխարգելման ուղղությամբ բավարար աշխատանք չի իրականացվում։ Այն դեպքերը, որոնք իշխանական քարոզչության համար օգտակար չեն, պարզապես անտեսվում են, գրել է Աբրահամյանը։ Ռուսաստանը կրկին սահմանափակում է հայկական կաթնամթերքի մուտքը իր շուկա։ Ռոսելխոզնադզորը հայտարարել է, որ Հայաստանից ներմուծված արտադրանքը չի թույլատրվել իրացնել, այն համարելով ոչ անվտանգ։ Ռուսական գերատեսչության պնդմամբ ստուգումների ընթացքում հայկական կաթնամթերք արտադրող ձեռնարկություններում կրկին հայտնաբերվել են խախտումներ կապված արտադրանքի հետագծելիության, հումքի վերահսկողության եւ անվտանգության համակարգերի։ Ռոսելխոզնադզորը նաև հայտարարել է, որ որոշ դեպքերում արտահանման համար նախատեսված արտադրությունում օգտագործվել է հիվանդ կենդանիներից ստացված կաթ, նաև երկրորդ երկրներից ներմուծված հումք։ Գերատեսչությունը պնդում է, որ Հայաստանում բավարար վերահսկողություն չկա կաթի ծագման եւ անվտանգության նկատմամբ։ Սա հերթական սահմանափակումն է հայկական արտադրանքի նկատմամբ։ Վերջին ամիսներին Ռուսաստանը սահմանափակել կամ արգելել է հայկական մի շարք ապրանքների, այդ թվում հանքային ջրի, ալկոհոլի, ձկնամթերքի, մրգերի եւ բանջարեղենի ներմուծումը։ Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է 13-րդ անընդմեջ գիշերային գործողության ավարտի մասին։ Վերջին տվյալներով թիրախավորվել են Իրանի ռազմական հրամանատարական կենտրոնները, անօդաչուների պահեստները, կապի ցանցերը, ափամերձ վերահսկման կետերն ու ծովային կարողությունները։ Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդման հարվածների հետևանքով Խուզեստան նահանգում զոհվել է առնվազն 4 մարդ կամ վիրավորներ։ Հարվածների մասին հաղորդվել է նաև Մարկազի, Լորեստան եւ Հորմոզգան նահանգներում։ Միաժամանակ Իրանը հայտարարել է ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ նոր անօդաչու հարձակումների մասին։ Ըստ իրանական կողմի թիրախավորվել են Բահրեյնում եւ Հորդանանում գտնվող ԱՄՆ բազաները։ Տարածաշրջանում լարվածությունը շարունակում է աճել Միացյալ Նահանգների եւ Իրանի փոխադարձ հարվածների ֆոնին։ Ռուսաստանի եւ Իրանի արտգործնախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության աճի եւ հակամարտության կարգավորման հեռանկարները։ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդմամբ Սերգեյ Լավրովը եւ Աբբաս Արաղչին ընդգծել են ռազմական գործողությունների հնարավորինս շուտ ավարտի եւ տարածաշրջանում կայունության ու անվտանգության վերականգնման անհրաժեշտությունը։ Հանդիպումը կայացել է Ղրղըզստանի Չոլպոն Աթա քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կսպասի Վաշինգտոնի նոր նախաձեռնություններին, կսպասենք նոր առաջարկների, ասել է Պեսկովը, պատասխանելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ Միացյալ Նահանգների հնարավոր քայլերի մասին հարցին։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշել էր, որ կարգավորման համար անհրաժեշտ են նոր գաղափարներ եւ առաջարկներ։ Իսպանիայում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային խոշոր հրդեհների պատճառով։ Հրդեհները տարածվել են Մադրիդի մերձակայքում եւ Ավիլա նահանգում, ավելի քան 10,000 մարդ է տարհանվել։ Իշխանությունների տվյալներով միաժամանակ մի քանի օջախներ են բռնկվել, իսկ ուժեղ քամին ու ամբարի նպաստ եղանակը դժվարացնում են հրշեջների աշխատանքը։ Մադրիդի իշխանությունները իրավիճակը գնահատել են որպես ծայրահեղ ծանր, զգուշացնելով, որ Ավիլայում բռնկված հրդեհը կարող է մոտենալ տարածաշրջանին։